44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ազգային ժողովի լիագումար նիստ մտցնելու իրավական հիմքեր չկան։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով ազգային ժողովի կանոնակարգին։ Խնդիրը ժամկետների խախտումն է։ Այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, ինչ պետք է անեմ ես, դուք, որևիցե մեկ այլ քաղաքացի, դիմում ենք համապատասխան մարմիններին, որոնք այդ ձևակերպումը մեկնաբանում են, այսինքն արդյոք այս նախադասությունը պետք է սենց մեկնաբանել, թե սենց չպետք է մեկնաբանել։ Այդ գործողությունները բոլորը իմ կողմից արված են, բոլոր պատասխանները ես ունեմ պատասխան ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից, ես ունեմ պատասխան ազգային ժողովի իրավաբանական վարչությունից, եւ ես ունեմ իմ իրավաբանական կրթությունը, եւ ես ունեմ նաեւ պարոն Սողոմոնյանի մեր քարտուղարության ղեկավարի մեկնաբանությունը, որոնք բոլորը իդենտիկ են ժամկետները, որոնք որ նախատեսված են կանոնակարգ օրենքով, գրված է, որ ժամկետները ավարտվել են, գիտեք ինչ, 2.5 տարուց ավել է անցել։ Խորհրդարանի ղեկավարը պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին չի մեղադրում, ընդգծեց գործը մասշտաբային է։ Պատասխանելով լրագրողների դիտարկմանը արդյոք Քոչարյանը կանոնակարգի անպատասխան կարգավորման մասին չգիտի, երբ պնդում է, որ ժամկետը չի խախտվել, Սիմոնյանն ասաց. Գիտի, մեկնաբանության խնդիր է, գոյություն ունի կանոնակարգ օրենք, որի մեկնաբանության հարցը այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, իրականացնում է պետաիրավական հանձնաժողովը։ Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է իշխանությունները միտում ունեն զեկույցը չհրապարակել, Սիմոնյանը հիշեցրեց այդ գործընթացը քաղաքացիական պայմանագրի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ է իրականություն դարձել։ Հանձնաժողովը եւս իրենց նախաձեռնությամբ է ստեղծվել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է, մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում, ինչ-որ իրավիճակների պարագայում։ Ազգային ժողովի նախագահը չբացառեց, որ զեկույցը գուցե քննվի փակ ձևաչափով, կարող են ընդդիմադիր պատգամավորները գաղտնի բաժնի միջոցով ծանոթանալ դրան։ Նրա խոսքով հնարավոր չէ բաց քննարկում, որտեղ մեր զորամասերի, զինված ուժերի վերաբերյալ տեղեկությունները ուղիղ եթերում լինեն։ Չի բացառվում նաև թույլատրելի հատվածը լսումների ձևով քննարկելու տարբերակը։ Այնուամենայնիվ զեկույցը հրապարակվելու է, չի կարա չհրապարակվի։ Այլ հարց է, թե դա կարվի ինչ ֆորմատով։ Ալեն Սիմոնյանը նկատեց նաև Անդրանիկ Քոչարյանը իրավական առումով դեռ չի էլ հանձնել զեկույցը։ Բացատրությունների համար առաջարկեց դիմել նրան։ Անդրանիկ Քոչարյանը չցանկացավ մեկնաբանել այս հայտարարությունը։ Հիշեցնեմ, դեռ սեպտեմբերի 3-ին նա հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել է ազգային ժողովի նախագահին։ Քոչարյանը նշել էր, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին հաջորդող ազգային ժողովի լիագումար նիստում։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։